Տեսեք, մի քանի օր առաջ ինձ on-line տիրույթում գործող վարորդները դիմել էին, ներկայացրեցին խնդիրը, որը որ ես ընդունում եմ շատ անարդար, որտեղ որ գտնում եմ, որ նաև պետությունը չկա, իր գործառույթով պետությունը ընդհանրապես չկա։ Եվ ինչու՞մն է կայանում տրամաբանությունը։ Այսօր on-line տիրույթներում գործում են, աշխատում են շուրջ 130,000 վարորդներ, որոնցից 40,000-ը ընդունեն կարող են լինել նույնիսկ մեր ոստիկանները ստեղ կանգնած, ովքեր աշխատանքի ժամից հետո իրիկունը տուն գնալուց մի հատ գործ են անում, որպեսզի իրենց օրվա հացը վաստակեն։ Մնացած ժողովրդի մեջից 40,000-ը նվազագույնը ամեն օր այս մարդիկ աշխատում են եւ իրենց ամսական վաստակածը 200,000 դրամից ավել է։ Դրա դիմաց այս մեր վարորդները, մեր շատ հարգելի է դա վարորդները, որոնք բոլորը կանգնած են այստեղ, ինչ են վճարում։ Տեսեք ինչա տեղի ունենում։ Նվազագույնը իրանք վճարում են 25-ից 31% տարբեր գումարներ։ Հիմա ես բացեմ ինչ գումարներ են իրանք վճարում։ Օրինակ վերցնենք Yandex-ինը, 16.5% նվազագույնը Yandex-ի մատուցած ծառայության արժեքն է, բայց իրականության մեջ այդ գումարը շատ ավելի շատ է, որովհետև այնտեղ ինքը մի քանի օպցիաներ է ավելացնում, որպեսզի պատվեր տա վարորդներին, այդ գումարը մեծանում է։ Դրանից հետո հաջորդ միջնորդը որ կա 2-ից 4% տաքսո պարկերն են, ովքեր գրանցում են այս աշխատողներին, աշխատում են իրանց հետ։ Դրանից հետո 4 կամ 5% պետությունը մարդկանց վրա տուրք է դրել, հասկանում եք, այսինքն վճար է դրել, որ մարդիկ վճարեն։ Եթե դու աշխատում ես կանխիկ 5%, անկանխիկը 4%։ Սա էլ մի հատ խնդիր կա, վարորդի մեղավորությունը որն է, որ օրինակի համար հաճախորդը կամ կանխիկ է վճարում կամ անկանխիկ է վճարում։ Ինքը չի, չէ՞, վճարումը կատարողը, որ այդ բեռը այդ մարդու վրա ես թողում դու լրացուցիչ։ Այսինքն ինչպես է կոչվում այդ գումարը 4-ից 5% որ վճարում են։ Չէ, դա պետ տուրք է կոչվում, դա պետ տուրք է կոչվում։ Տեսեք, հիմա վարորդների պահանջը ինչու՞մն է կայանում ամբողջությամբ։ Առաջինը այն, որ իրանց տոտալ իրավունքները ոտնահարվում է, եւ մեր երկրում չկա մի կառույց, կլինի մարդու իրավունքների պաշտպանը, կլինի կառավարությունը, կլինի ՏԿ-ն, որ կզբաղվի այս մոտ 100,000 աշխատող մարդկանց իրավունքներով։ Չկա նմանատիպ կառույց։ Երկրորդը որ կա, վարորդների պահանջը որ կա, ասում է ես վճարում եմ պետ տուրք, համարվում եմ աշխատող պետության ներսում, 200,000 դրամից ավել էլ ես վաստակում եմ, բայց ես չեմ համարվում աշխատող, վաղը թոշակ չեմ ստանա, ես այսօր գնում եմ բանկ վարկ ստանալու, ասում է դու չես աշխատում, դու գործազուրկ ես օրինակի համար, բայց փաստացի այս մարդը գրանցված է, տուրք էլ վճարում է, այսինքն էսի պետության կողմից ռեկետ է, եթե ռեկետ չի պետություն, բա դու այս վարորդներին ինչ ես հետ տալիս, սրա դիմաց դու իրանց ինչ ես հետ տալիս, այսինքն հիմա եթե հաջորդ կետն էլ է դա, այսինքն պահանջը հետևյալն էր, առաջինը որպեսզի պետությունը on-line տիրույթում գործող այդ ընկերությունների շահույթը ուսումնասիրի, որտեղ ստե ակնհայտ դիտարկվում է, որ մենաշնորհ դիրք ունեն մի քանի ընկերություն եւ դրանից հետո օգտվելով իրանք գեր շահույթներ են գեներացնում ի հաշիվ մեր վարորդների,